Ներկայության համար, որի մեջ խոնարհվում ենք քեզ։ Ուզում ենք ավելի ճանաչենք քեզ, Տեր։ Դու անսպար, անսահման մեծ ես։ Հավիտյան պիտի ճանաչենք քեզ։ Բայց խնդրում ենք նաև այսօրվա համար, բացի քո սիրտը մեզ, բացի քո էությունը մեզ, ցույց տուր մեզ Քրիստոսին։ Թող որ Տեր մեր կյանքը փոխվի։ Սուրբ Հոգի խնդրում ենք, որ դու բացահայտես մեզ համար այն ծածուկ գանձերը։ Հայր, մենք Հիսուս Քրիստոսի անունով ենք քո ներկայության մեջ, նրա անգին արյունով եկել ենք քո ներկայության մեջ։ Եվ ուզում ենք տեսնենք Հիսուսին, ուզում ենք տեսնենք նրան, ոչ թե լսենք նրա մասին, այլ տեսնենք նրան։ Փառավորվի Հայր այսօրվա մեջ, քո ամեն զավակի մեջ, լցրու ես վայրը քո ճոխ ներկայությունով, գրավի ամեն միտք և սիրտ, երևա դու ու փառավորվի քո որդու միջոցով, ամեն, հալելույա, բարև Հիսուսի եկեղեցի, դուք շատ անուշ եք, շնորհավորում եմ ձեզ, կար ժամանակա, որ ձեր մեջ չենք եղել, բայց լիքը բաներ են փոխվել, շնորհավորում ենք այս դահլիճի կապակցությամբ, Տերը թող օրհնի լցնի, դուք լավ, լուրջ պրոբլեմներ ունենաք, տեղ չլնի, ոչ մի անգամ, ոչ երկու անգամ, ոչ էլ երեք անգամ, Տերը օրհնի ձեզ, ուրախ ենք, որ վերադարձել ենք, ուրախ ենք ձեր անուշ դեմքերը տեսնելու և ձեր ընդունելությունը ինչպես միշտ, Տերը օրհնի, համեցեք նստեք։ Շնորհակալ ենք նաև մեր սիրելի երկրպագության թիմին, ես ուզում եմ հատուկ շնորհակալություն ասեմ, շատ ընտիր երգեր էին ընտրել, ես չգիտեմ ոնց էր եղել, ով էր ընտրել այդ երգերը, բայց Տիրոջ հոգին հաստատեց այն պատգամը, որ իմ սրտի մեջ կա, գիտեք, երբ որ մի երգի մեջ կամ մի ինչ-որ բացողի միջոցով կամ զոհաբերության պատգամի մեջ ինչ-որ բան Աստծո հոգին հաստատում է, ուրախանում ենք, որ մենք ճիշտ ենք ընտրել, բայց այս փառաբանության մեջ ուղիղ երկու երգ ճիշտ այն կարևորի մասին էր, ինչ որ ուզում եմ այսօր ձեզ Աստծո հոգով փոխանցեմ։ Փառք Տիրոջը։ Այսօրվա պատգամի վերնագիրը դրել եմ զարմանահրաշ շնորհ։ Անգլերենով սիրունա, չէ, երգ է ձև, Amazing Grace։ Բայց հանգիստ եղեք, սա այն չափազանցված շնորհքի մասին չի։ Այս շնորհը ավելի շատ վերաբերվում է աստվածային հաճությանը։ Այս այն շնորհի մասին չեմ ուզում խոսամ, որ չարժանացած մենք ստանում ենք, դրա մասին չեմ ուզում, այլ այն, որ Աստված ինչ-որ բան է տեսնում մարդու մեջ և նրա հաճությունը գալիս է դեպի այդ մարդը։ Բայց մինչև այդ ուզում եմ շնորհակալություն ասեմ Տիրոջը, որ մեզ նորից բերեց այստեղ, ուզում եմ շնորհակալություն ասեմ իմ շատ սիրելի եղբորս Հովիվ Ռուբենին, որ եկեղեցու դռները նորից բաց էին մեզ համար, և հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ համար արդեն շատ թանկ և հարազատ դարձած մարդկանց Եղիշին և Սիրունին, որ իրանց տունը բացեցին մեզ համար։ Տեր օրհնի ձեզ, շնորհակալ ենք, փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Գիտեք, վստահ եմ, որ նրանք, ովքեր ճանապարհ են անցել Տիրոջ հետ, ունեցել են օրեր, որ առանձնացված է եղել, մի տեսակ յուրահատուկ է եղել։ Այդ օրը ամեն ինչն է յուրահատուկ ելնում, ոնց որ լույսը ավելի պայծառ է լինում, մեր տրամադրությունը չգիտես ինչի ավելի բարձր է լինում, հարաբերությունը մարդկանց հետ ավելի ուրախ է լինում, եղել է չէ ձևի օրեր, դրանց մենք հատուկ օրեր ենք ասում, և ես հավատում եմ, որ ինչ-որ մեկի համար այսօր հատուկ օր է, ես ուզում եմ, որ իմ համար դա լինի հատուկ օր, սա արդեն հատուկ օր է, գիտեք ինչի, որովհետև հատուկը մեր, հատուկը ներկա է այստեղ, և ուզում եմ փոքր ինչ օգնեմ ձեր հավատքին, մեր բոլորիս հավատքին, որպեսզի նրա ճանապարհները մի քիչ ավելի սովորենք և հասկանանք, որ այն ճոխ շնորհը, որ
կա մեր կյանքերի մեջ, որ լինում է երբեմն հատուկ ձևով, ինչ պատճառով է գալիս։ Ոչ թե որ մենք մտածենք, որ այսօրը հատուկ էր, բայց իմանանք, թե ինչ ճանապարհներով է դա գալիս մեր կյանք։ Հետաքրքիր է ձեզ համար։ Ես այս սիրելի եկեղեցում շատ եմ եղել, Տիրոջ շնորհքով եւ ծառայել եմ եւ շատ վկայություններ եմ պատմել, հիմա չեմ հիշում որն եմ պատմել, որը չեմ պատմել, բայց վստահ եմ, որ իմ Սուրբ Հոգով մկրտվելու մասին պատմել եմ ձեզ։ Այդ մի հատուկ օր էր ինձ համար։ Այդ օրը, այդ ոնց որ ասեցի, արևը չափից դուրս ուրիշ ձև էր, պայծառ։ Այդ մութ ու ցուրտ տարիներն էր, 94 թվականի հունվարի 21-ն էր, որով ուրախանալու բան չկար, բայց մի հատուկ ուրախություն կար իմ սրտի մեջ, երբ որ մենք մեր երիտասարդներով նորապաշխարած գնում էինք երիտասարդական, ուրբաթ օրեր, գնում էինք Կայարանի կլուբ երիտասարդականի եւ քիչ էր մնում այն մանուկների նման են ոնց են sense թրջկոտում, չէ, այդ քիչ էր մնում ես այդ ձև գնամ, շտապում էի, առաջ էի անցնում, նորից հետ էի գալիս, փորձում էի իրանց մի քիչ արագացնեմ, ու sense ճանապարհին պայմանավորվում էինք, իրանց ասում էի երեխեք, այսօր զգում եք մի բան ուրիշ է, այսօր պետքա սովորականի պես չպաշտենք Տիրոջը, գիտեք, այն թվականներին պաշտամունքի ժամանակ ծափ տալ չկար, այդ էմոցիաները արտահայտելու բաներ չկար, վերջապես, բայց այդ էմոցիաները խեղդում էին եւ ասում եմ, եթե դաժե երգը չգիտենք, մենք պետք է աղոթենք, հենց նենց չկանգնենք մնանք, եկեք այսօր մի ուրիշ ձևի Տիրոջը պաշտենք եւ այդպես հասանք տեղ, այդ ժամանակ լույս չկար, ամերիկացի գալիս էին, այդ ժամանակ արդեն գալիս էին Հայաստան, այդ ցուրտ ու մութ տարիներին, միտեղ նստած էին լինում, բնականաբար մոմի լույսով կամ այն ջրակակալով, հանկարծ որ լույսերը տալիս էին, հավատացյալները սաղ գոռում էին «Ալելույա»։ Ես ամերիկացի ասում եմ, «Էս ինչ երջանիկ ժողովուրդ եք դուք, այ մարդ, էս ինչ ուրախ եք դուք»։ Էս նայում ենք ձեզ հիանում ենք, էլ չգիտեին որ այդ կսկծույ է։ Դե լույս չէր լինում, դահլիճում հասկանում եք, բեմի վրա մի հատ լամպ էր կախված ընդամենը, այդ էր լույսը, ու մեկ էլ վարագույր էր այդ դռան հետևը, վարագույր էր, դուռը որ բացում էիր, վարագույրից ընկոմ չէր երևում, այնքան հաստ էր այդ վարագույրը, լույսը չէր թափանցում, մեկ էլ վարագույրը քաշեցինք, մի կողմ տեսանք լույսերը վառում է, ամբողջ դալ, ասեցի չէ, այսօր մի ուրիշ օր է, հաստատ այսօր մի բան լինելու է, գնացինք, կանգնեցինք, պաշտամունքը դեռ չի սկսել, ես աղոթում եմ, ասում եմ, Տեր Հիսուս, կլինի, խնդրում եմ, էլի դիր այդ մարդկանց սրտերի մեջ այս երգը երգենք, ահա մենք եկել ենք առջևդ Տեր Հիսուս։ Ծանոթա ձեզ այդ երգը։ Հա, դուք երևի մինիմում մի 45 պլյուս եք։ Okay։ Ասում եմ, թող այդ երգը երգեն, էլի, մեկ էլ չեմ հիշում ով էր եղբայրներից էր, քուրերից էր, ասեց եղբայրներ, քուրեր, եկեք բացենք, այս ինչ համարի երգը, ես անգիր գիտեմ, որ դա է, ասում եմ, այ քեզ բան, մի րոպե առաջ խնդրեցի, այդ են երգում ենք, չգիտեմ, դժվար եմ հավատում, որ ծափ չէինք տալիս, բայց չէինք տալիս ամեն դեպքում, բայց ամբողջ սրտով ոնց էինք երգում, հետո դեռ երգը չպրծած ասում եմ, Հիսուս ջան, ինչ կլինի, հիմա էլ ես երգը, հետո այդ երգն է երգում, ասում եմ, չէ, լսի, այսօր մի ուրիշ օր է, այդ զարմանահրաշ շնորհի մասին ենք խոսալու այսօր։ Հետո քարոզիչը քարոզում է, մի քանի քարոզիչ էին քարոզում, 2-3, հիմնականում են կարևորներին վերջն էին դնում։ Եվ քարոզիչը քարոզում է Հակոբի մենամարտը Տիրոջ հետ։ Եվ լսում եմ կլանված, սենց շատ է կպնում ինձ։ Հետո ասում է, այդպիսի բան չէին անում, ասում է, ովքեր որ Սուրբ Հոգով ուզում են մկրտվեն եկեք, բայց այդպես չէին անում, առաջի քարոզից հետո կոչ չէին անում։ Ես երեխեքին ասում եմ, ես վազեմ, մկրտվեմ ու գամ, ու վազելով գալիս եմ, ստեղ կանգնում եմ, ու սկսում եմ աղոթել, ոնց եմ աղոթում, ջերմերանդ, մեկ էլ հանկարծ զգում եմ, որ աղմուկ չկա էլ, աղոթքի ձայներ չկան, աչքերս բացում եմ, տենամ մենակ կանգնած եմ, ստեղ մարդ չկա, սաղ գնացել են, հետո որ հասկանում եմ, որ ես էլ մկրտված չեմ, ասեմ, բայց ես խի մկրտված չեմ, հետո լավ ասում եմ, գնամ տեղումս ճշտեմ, ստեղ ամամութ է, որ երկար կանգնեմ, քայլ եմ անում, որ գնամ, զգում եմ, որ օրորվում եմ, ոնց որ հարբածել եմ, ասում եմ, ես ինչ է կատարում ինձ հետ, թարսի պես այսօր լույսերը վառած են, մարդիկ կնայինք, ասեն, հարբած է եկել պաշտամունքի, ես պատերից բռնվելով գնում եմ իմ տեղը նստում եմ ու կտրվում եմ իրականությունից, ասում եմ,
ինչի չեմ մկրտվել, ու մեկ էլ էլեկտրական հոսանք համտնում մատներից, ծայրերից, ու գալիս է ձեռքերիս մեջ, ձեռքերս այդ հոսանքի մեջ են, ասում ես ինչա կատարվում, հետո հայտնաբերում եմ, ասում եմ, այս զորությունը խո հենցնեն չի, կարող է բռնել եմ ես Տիրոջը դրանից այս զորությունը ձեռներիս մեջ, ասում եմ Տեր, ոնց որ քեզ բռնել եմ, հետո ասում եմ Հիսուս, այսօրվա Հակոբը ես եմ, քեզ բռնել եմ, հիմա մինչև ինչ չորնես այս դահլիճից դուրս եկող չկա, ու մեկ էլ այդ զորությունը ձեռներիս մեջով, երակներովս անցնում ամբողջ մարմինս, այն աստիճան է լցնում ինձ, որ ես պայթում եմ, ուզում եմ գոռամ, որ չպայթեմ, ամաչում եմ, հետո հանկարծ տեսնում եմ, որ ես վատ եմ, չգիտեմ ինչ են մտածում, կանչում են Ռաֆայել եղբորը, իմ հովին, որ գա ինձ կարգի բերի, ականջից լսում եմ Ռաֆայել եղբոր ձայնը, ասում է, քաղցրես, քաղցրես, կամաց, վայելի ասում, այդ քո համար է, ես պետք է մի բան գոռամ, որ չպայթեմ, ոչ ոք չգիտի ինչի եմ ես այդ գոռում, ես որոշում եմ, որ պետք է Ռաֆայել եղբորը հանրային պատասխան տամ, և կանգնում եմ տեղիցս ու գոռում եմ, չէ, խեղճ քարոզիչը հենց գիտի իրան եմ ասում, չէ, Ռաֆայել եղբայրը քաշում է ինձ, որ նստացնի չի կարում, պետք է գոռամ, անկեղծ եմ ասում, չգոռամ կպայթեմ, գոռում եմ, ժողովուրդ, Հիսուսը իմ մեջ է, ժողովուրդ, Հիսուսը քաղցր է, Ռաֆայել եղբայրը իջացնում է ինձ ներքև, սիրում եմ ձեր ռեակցիան շատ, իջացնում է ներքև, ես նորից եմ բարձանում, վերջը, մի կերպ շատ չերկարացնեմ, իջացնում է, սենց զախվատ է անում ինձ, ու ականջիս ասում է, ես տեսա ասում է, որ Սուրբ Հոգին քո վրա իջավ, փառաբանի Տիրոջը, այդտեղ ինքը ինձ համոզում է, ու ես սկսում եմ փառաբանել, ու մկրտվում եմ Սուրբ Հոգով, դա չմոռանալու մի բան է, աներևակայելի մի բան է, այդ օրը յուրահատուկ էր, զարմանալի շնորհ էր արել Տերը, այդ ժամանակ, վստահ եմ, որ շատերդ ունեք այդ ձևի օրեր, երբ որ Տերը զարմանալի շնորհ է արել, Մովսեսի կյանքի մեջ, այդպիսի մի զարմանալի օր եղավ ամենաճգնաժամային ժամանակ, երբ որ Իսրայելը կռապաշտություն էր արել, հորդ էին պաշտել, վայրենացել էին, և Աստված Մովսեսին լեռից իջացրեց, որ կարգի բերի ժողովրդին, և Ղևտացիները հազարավորների սպանել էին, ահավոր վիճակ էր, ահավոր, Տիրոջ ներկայությունը դուրս էր եկել բանակից, և Մովսեսը խորանը տարել էր բանակից դուրս, և գնում էր բանակից դուրս խորանի մեջ աղոթելու, Տիրոջ ներկայությունը գալիս էր, կարծում եմ դա Մովսեսի համար չսպասված մի բան էր, վստահ չէր կարա լինի, որ ինքը կարա համոզի Տիրոջը, որ իր ներկայությունը գա և առաջնորդի Իսրայելին, շարունակի առաջնորդել, բայց ինքը գնում է և հատուկ մի աղոթք է անում, ես հիմա կարդում եմ դա, ու շադիժ լսեք հատկապես այն բառը, այն տեղերը, որտեղ ասում է շնորհ, լավ? Ուրեմն, Ելից 33:12 համարից կարդում եմ, Մովսեսն ասեց Տիրոջը, ահա ինձ ասում ես հանի այս ժողովրդին, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ում ես ինձ հետ ուղարկելու, դու ինձ ասեցիր, քեզ ճանաչում եմ քո անունով և իմ առջև շնորհ գտար, և հիմա աղաչում եմ, եթե քո առջև շնորհ գտա, խնդրում եմ հայտնի ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տես, որ այս ազգը քո ժողովուրդն է, Տերը ասեց, ես ինքս կգնամ քո առջևից և կհանգստացնեմ քեզ, Մովսես ասեց նրան, եթե դու ինքդ մեզ հետ չգնաս, մեզ այստեղից մի հանի, և ինչպես պիտի իմասվի, թե ես և քո ժողովուրդը շնորհ գտան քո առաջ, Մովսեսը, Աստված ասում է դու շնորհ քեզ գտել իմ առաջ, Մովսեսը ժողովրդին մտցնում է այդ շնորհի մեջ,
Չի ուզում որ մենակ։ Տեսեք, եթե մենք ելնենք այն մանավանդ այն մի քիչ մանկության մեջ, sense այն ճուտի պես են որ թուխսի թևի տակ sense սպարտ կանգնում է, այդ ձև կլինենք։ Մեզ կվերագրենք, ասենք, տեսար, ես գիտեի որ ախր ես սրանցից սաղից տարբեր եմ։ Բայց Մովսեսը փառք Տիրոջը որ այդպեսին չէր, եւ Մովսեսը ժողովրդին մտցնում է այն շնորհի մեջ, որի մասին Աստված ասում է, որ դու շնորհ ես գտել, ես քեզ կառաջնորդեմ։ Մովսես ասում է, ես ու քո ժողովուրդը։ Կարծում եք Տիրոջ շնորհը բավարար է։ Տիրոջ շնորհը միշտ բավարար է։ Ուրեմն, չէ որ երբ որ դու մեզ հետ գնաս, ես ու քո ժողովուրդը կտարբերվենք աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից։ Տերը ասեց Մովսեսին. այդ քո ասած բանն էլ կանեմ, զգում եք։ Այս արդեն երկրորդ բանն է, որ Աստված անում է, որովհետև իմ առջև շնորհ գտար, եւ ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Մովսեսը ասեց, եւ Մովսեսը մտածում է, որովհետև այսօր հատուկ օր է եւ Աստծո հատուկ շնորհն է հիմա գործում չպիտի կորցնեմ պահը, խնդրելու այն ինչ ամեն ինչից շատ եմ փափագում։ Ինչ ասում Մովսեսը։ Ասում է Մովսես ասեց աղաչում եմ ցույց տուր ինձ քո փառքը։ Տերը ասեց ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առաջից եւ Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ ում որ ողորմելու եմ կողորմեմ ում գթալու եմ կգթամ։ Եվ ասեց դու իմ երեսը չես կարող տեսնել որովհետեւ մարդ չի կարող ինձ տեսնել եւ կենթանի մնալ։ Տերը ասեց այս ուշադրի լսեք ահա իմ մոտ մի տեղ կա կանգնիր այս ժայռի վրա երկրպագություն ժայռի երկերը այդ ոնց էի ես ցնցված էի երկու հատ իրար հետևից ասա քո կողքին նստած սիրելի քրոջդ եւ եղբորդ քո համար Աստծո մոտ հատուկ տեղ կա Մեկ էլ կարող է մտածեք դուք սիրելիներ Շարունակությունը լավ երբ ես անցնեմ իմ փառքով քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ եւ իմ ձեռքով քեզ կծածկեմ մինչեւ որ ես անցնեմ հետո իմ ձեռքը կվերցնեմ եւ քո վրայից եւ դու կտեսնես ինձ հետևից բայց իմ երեսը չես տեսնի Մովսեսը ի տարբերություն մեզ, երբ որ շատ օրհնվում է, չի կորցնում իրան, ճիշտ բան է խնդրում, ասում է քո ճանապարհները ցույց տուր, որ ես քեզ ճանաչեմ եւ քո առաջ շնորհ գտնեմ։ Հիմա Աստված ասում է շատ ով է սիրում Տիրոջ հանդիմանությունը, ես շատ եմ սիրում։ Ինքը այնքան անուշ ասում, որ ոնց որ թե քեզ հերոս դարձնի, այնքան հա Ես միտեղ ձախողվել էի, մեկ էլ սենց արած ինձ, ասեց հավատքը չի ասում չեղավ, հավատքը չի ասում կլինի, հավատքը ասում է ես դա ունեմ, ես հասկացա, որ ինքը ինձ անհավատության մեջ հանդիմանում է, չգիտեմ ոնց հասկացա, բայց հասկացա, որ ինքը ինձ անհավատության մեջ հանդիմանում է, ասեցի Տեր, որտեղ եմ ես անհավատություն արել, ասեց, եթե դու հավատք ունենայիր, 330 տեղանոց դահլիճում ավետարանչություն անելու համար 1000 հատ հրավիրատոմս չէիր տպի։ Դու սկզբից արդեն ձախողել ես, որովհետև հասկանում ես, որ քո տված հրավիրատոմսը ոչինչ չարժե։ Բա ոնց չպարես այս հանդիմանությունից, չէ՞։ Որովհետև ինքը հնենց բան է քեզ բացում հաջողության գաղտնիքը։ Ինքը ասում է, ինքը ինձ ասեց Ինչի ես ձախողել դու, որովհետև դու չգիտես քո ձեռքի մեջ ինչ եմ դրել ես։ Որովհետև դու չգիտես, որ այդ հրավիրատոմսը, որ դու տալիս ես մարդուն, ինչ ես տալիս դրա մեջ։ Դու իրան հավիտենական կյանքի հնարավորություն ես տալիս, բայց որովհետև դու դա չգիտես, իրանք էլ հետաքրքրված չեն դրանով։ Եթե դու իմանաս, կտաս նրան, ում որ ուզում ես երկնքում տեսնես։ Եվ ես 330 տեղանոց դահլիճի համար տպեցի 300 հրավիրատոմս եւ մոտ 400 հոգի մարդ առաջի անգամ Տերը բերեց դահլիճ։ Տիրոջ հանդիմանությունները շատ անուշ են։ Տերը Մովսեսին տեսեք ինչ է ասում։ Մովսեսը ասում է ցույց տուր քո ճանապարհները
Սիրելիներ, միայն մի բան ունի երկինքը ցուցադրելու, երկրորդը չկա։ Մենակ մի բան։ Երբ ուզում լինի ծննդոցից մինչև հայտնություն երկնքի պարծանքը, ով կրում է Աստծո ամբողջ հաճությունը, նրա անունը Հիսուս Քրիստոսը։ Ուրիշը չկա։ Մենք պետք է հասկանանք, ուրիշը չկա, եւ մենք հիմարություն կանենք, եթե հավակնենք Հիսուսից դուրս մենք մեզանով արժանանանք նրա հաճությանը։ Երկու անգամ երկինքը խոսեց, առաջի անգամ Հորդանանում եւ ասեց. «Սա է իմ սիրելի որդին, որի վրա է իմ ամբողջ հաճությունը»։ Երկրորդ անգամ այլակերպության լեռան վրա խոսեց, ասեց. «Սա է իմ սիրելի որդին, որի վրա է իմ ամբողջ հաճությունը, նրան լսեք»։ Աստված երբ որ ասում է ամբողջ, դա նշանակում է ամբողջ, դա նշանակում է վերջնական, դա նշանակում է, որ լրացուցիչ ոչ մի բան չկա։ Եվ Մովսեսը, որ ասում է ցույց տուր ճանապարհները, Աստված Մովսեսին ասում է մոտավորապես այսպես, թարգմանած, ասում է Մովսես սիրելիս, այս վերաբերմունքը, որ հիմա ես ունեմ քո նկատմամբ, քո անձի հետ կապ չունի։ Դա դու չես։ Դու իմ մոտ տեղ ունես միայն ժայռի վրա։ Միայն։ Եվ Կորինթացիս թղթի մեջ գրված է, բոլորը խմում էին նույն հոգևոր խմիլքը։ Այն ժայռից, որ գնում էր նրանց հետ, եւ այդ ժայռը Հիսուս Քրիստոսն էր։ Այն ընդունելությունը, որ մենք ունենք, իսկ մենք ունենք, ես չգիտեմ դու այդտեղ նստած զգում ես նրան, զգում ես նրա ներկայությունը, նրա հաճությունը, գիտեք ինչի, որովհետև մենք նրա անունի մասին ենք խոսում։ Մեկի, ով որ գրավել է հոր սիրտը ամբողջությամբ եւ անմնացորդ, ում վրա է Աստծո ամբողջ ուշադրությունը, ասում է կանչեք իմ անունը եւ ես կգամ ու կօրհնեմ, գիտեք ինչ անուն։ Այն անունը, որ պիտի գար աշխարհ եւ նրա անունը պիտի կոչեին Հիսուս Քրիստոս, որը կրում է աստվածային ամբողջ լեցունությունը եւ նրա ամբողջ հաճությունը։ Եթե երկու հոգի իմ անունով հավաքված լինեն, ես նրանց մեջ եմ։ Ինչու՞, որովհետեւ Հիսուսի անունը հոր սրտի համար, դրանից այնքան ոչ մի ուրիշ բան չկա։ Երբ որ մենք գալիս ենք այստեղ, երբ որ մտնում ես այս դռներից ներս, ասա հայր Հիսուսի անունով եկա։ Եվ դու ապահովում ես նրա ուշադրությունը ամբողջ ժամանակի համար, որովհետև հոր ուշադրությունը Քրիստոսի վրա է։ Եվ տեսեք հայրը ինչ մեր Աստվածը ինչքան մեծ եւ ինչքան զարմանահրաշ բան է անում։ Ասում է, այս ժայռի վրա տեղ կա քո համար։ Հետո ասում է, ես քեզ կդնեմ ժայռի ճեղքի մեջ։ Տեսեք, ժայռի վրա, հետո ժայռի մեջ, ժայռի ճեղքի մեջ։ Հիմա մի հատ պազլ ենք հավաքում, որ այնքան սիրուն է։ Պարզվում է, որ այդ ժայռը ամենասկզբից ճեղքված չէր։ Եվ Ելից 17-րդ գլխի մեջ, երբ որ Իսրայելը հասավ միտեղ, որտեղ ջուր չկար, եւ ժողովուրդը իր սովորության համեմատ սկսեցին բողոքել եւ տրտնջալ, եւ Մովսեսը աղաղակեց Աստծուն, Աստված Մովսեսին ասեց. հիմա վերցրու գավազանդ, վերցրու երեցներին, արի ժայռի մոտ։ Եվ ասում է այս խոսքերը. ես այնտեղ ժայռի վրա կկանգնեմ եւ դու գավազանով խփի ժայռին եւ ժայռը ջուր կտա։ Եվ այնտեղ գրված է, որովհետեւ ուզում էին իմանային արդյոք Աստված իրանց մեջ է թե չէ։ Գիտեք, ամենամեծ կարիքը ոչ նյութականն է, ոչ առողջականն է, ոչ մտայինն է, ոչ մի բանը չի։ Ամենամեծ կարիքը մարդու սա է, որ ինքը իմանա, որ Աստված իր հետ է։ Ու երբեմն մեր դժվարությունների մեջ կրակը այնքան է թեժ նրանով, որ Աստված իր ներկայությունը ծածկում է մեզանից։ Եվ մենք չենք զգում նրան։ Հենց դա է փորձության ամբողջ էֆեկտը։ Եվ նրանք ջրից բացի ուզում էին իմանալ Աստված իրանց հետ է թե թողել է։ Եվ Աստված ասում է Մովսեսին. ես կկանգնեմ ժայռի վրա այստեղ
եւ թույլ կտամ, որ դու գավազանով ժայռին խփես։ Մի անգամ զատիկին աղոթում էի, ասում էի, Տեր, ինչի մասին խոսամ։ Գիտեք, երբ որ դու 30 տարի քարոզում ես, ամեն տարի զատիկ ես քարոզում, հավատացեք, որ սպառվում է թեման։ Եվ ես ասում եմ, Տեր, ինչի մասին խոսամ, ես գիտեմ, որ ինքը մի հատ ճտար բացի, վсё հերիքա։ Մի ամիս կարելի է քարոզել այդ մասին։ Եվ մի հատ թեմա ստաց, մի հատ խոսք ստացա, վերնագիրը արդեն ամեն ինչ ասում էր։ Վերնագիրը սա էր Հիսուսի մահվան մեղադրվողները։ Եվ նրա մեջ սկսեցին դատարան էի կանչում 12-ին, փարիսեցիներին, քահանաներին, բոլորին։ Եվ ամենավերջի մեղադրվողը, որ հրավիրվեց դատարան, դա հայրն էր։ Ասում է, ես այստեղ ժայռի վրա կկանգնեմ, դու խփի։ Պետրոսը իր ուրացումից հետո վերականգնում է մենակ մի հայտնությամբ, որը քարոզում է Գործ Կարաքելոց 2-րդ գլխում։ Եվ ասում է, Աստծո կանխագիտությամբ եւ նախասահմանության համեմատ վերցնելով նրան խաչին գամելով սպանեցիք։ Ինչ ասում։ Ասում է դուք սպանել եք, բայց Աստված ձեզ հետ է եղել, որ դուք դա անեք։ Աստված ասում է խփի ժայռին։ Հիմա ձեզ մի բան ասեմ։ Դուք ժայռը պատկերացնում եք, չէ՞։ Գավազանն եք, չէ՞ պատկերացնում։ Գավազանը կարա ժայռ ճեղքի։ Մարդիկ կարային Հիսուսին սպանեին։ Այդ նա արավ։ Եվ դրա պատճառը դու ես։ Եզակի թվով հենց դու ես դրա պատճառը։ Երբ որ Մովսեսը խփեց ժայռին գավազանով, այդ ժայռից բեկոր ընկավ։ Եվ այդ բեկորը պատահական բեկոր չէր, դա ճիշտ քո չափն էր։ Որ դու ուղիղ կանգնես այդ խորոչի մեջ, Աստված գավազանի հարվածով խորոչ բացեց ժայռի մեջ, որ դրանից 16 գլուխ հետո Մովսեսին պիտի դներ այդտեղ։ Կարող է մտածեք, որ դա Մովսեսի համար էր։ Երկրոցի մեջ Տերը իր սիրելիին, իր հարսին ասում է, ով իմ սիրելիս, ով իմ աղավնիս ժայռի խորոչների մեջ։ Մի քիչ շատ է, չէ՞ կրկնվում։ Ասում է, թող ձայնդ լսեմ, դեմքդ ինձ ցույց տուր, որովհետև դեմքդ գեղեցիկ եւ ձայնդ հաճելի է։ Սիրելիներ, չկա այդպիսի բան։ Թող ձեր բացածնի մեկը հիմա այստեղ, ով որ իրան արժանի է համարում այստեղ լինելու։ Մի հոգի։ Շնորհակալ եմ։ Չկա այդպիսի մեկը։ Ուրիշ ոչ մեկը մեզ չհանդիմանի, մենք հերիք ենք մեզ համար, որ մեզ մնա, մենք չենք նստի այս առաջի տեղերը, մենք կգնանք ընդեղ մի հատ ճեղք ման կգանք, որ թաքնվենք ընդեղ, չէ՞, բայց ասում է, ժայռի խորոչների մեջ քո դեմքը գեղեցիկ է, մեղավորի դեմք չի, ամոթահարի դեմք չի, գեղեցիկ է, գիտեք ինչու, որովհետև ժայռի էֆեկտն է դա, ոչ թե մեր, քո ձայնը հաճելի է, երբ որ մենք աղոթում ենք, մի բան ենք խնդրում, հոր համար հաճելի է, գիտեք ինչու, որովհետև մենք մեր անունով չենք ստորագրում տակը, մենք նրա սիրելիի անունով ենք ստորագրում, ասելով Հիսուս Քրիստոսի անունով հայր, և դա գեղեցիկ է, և հաճելի է, և նա լսում է մեզ, և պատասխանում է մեզ, տարիներ առաջ Տերը ինձ մի բան բացեց, ձեր մոտ ոնց որ ասել եմ ես մասին, մենք ուզում ենք օրհնվենք, երբեմն ճարպիկություն ենք անում, ոչինչ որ շատ ենք անկեղծ իրար հետ, ճարպիկություն ենք անում, գիտեք երբեմն մենք ուժեղ ադվակատներ ենք Աստծո առաջ, մեզ համար, մենք գիտենք ոնց նրան համոզենք, կներեք կոպիտ բառ եմ ասում, Տերն էլ ինձների, դաժե տուպիկ ենք տալիս իրան, իր ասած խոսքը դնում ենք իր առաջ, ասում ենք ասել ես չէ, գրված է չէ, մենք հավատում ենք, մենք սպասում ենք, դու խոստացել ես, դու հավատարիմ ես ու նշում ենք, թե ինչի պիտի անի ինքը, հետո ոնց պիտի անի ինքը, այդ սաղ ասում ենք իրան, համոզում ենք իրան, որ ինքը պիտի անի, հետո վերջում էլ մի հատ ուղղակի սենց այն կոնտրոլին ասում ենք Հիսուսի անունով ենք խնդրում։ Բայց իրականում այդ մենք ենք իրան
Մեր ճարտասանությունն է, մեր advokatուրան է, մեր փորձառությունն է, մի քիչ գիտենք ինքը ինչպիսին է։ Մենք այդպես ենք, բայց օրհնության միակ ձևը, միակ ճանապարհը։ Եթե Մովսես ասում էր ցույց տուր քո ճանապարհները, մենք գիտենք, որ այդ ճանապարհը մեկն է։ Եվ նա եկավ եւ ասեց. ես եմ ճանապարհը եւ ոչ ոք որ մոտ չի գա, եթե ոչ ինձանով։ Եթե մենք նրա մեջ ենք, Աստված ասում է, մենք չենք կարող մտնենք նրա մեջ։ Մենք սպանեցինք նրան, հետո պարզվեց, որ դա մեր համար է եղել։ Մենք վերքեր հասցրեցինք նրան, 5 հատ խոշոր վերքեր, 2 ձեռքերը, 2 ոտքերը, կողը, էլ չեմ ասում գլխի փշեպսակը, գլխի գագաթից մինչև ոտքերի ծայրը, նա խփվեց մեզ համար։ Եվ մտածում ենք, որ էսի ճահավորը պարզվում է, որ մենք, որ Աստված դա արել է, հենց մեզ համար, դա արել է մեզ հետ եւ դա արել է մեզ համար, որպեսզի մեզ տեղադրի։ Եսայան ասում է, Սիոնը ասում է Տերը ինձ թողել է։ Հետո Տերը ասում է, միթե կատնակեր երեխուն իր ծննդկան մայրը կթողի, բայց եթե նրանք էլ թողնեն, ես քեզ չեմ թողնի, որովհետև ես քեզ իմ ձեռքերի մեջ փորագրեցի։ Եվ քո ճանապարհները միշտ իմ առջևս են։ Գիտեք, այն որ գրած է, որ եթե մենք հավատարիմ չլինենք, ինքը չի կարող հավատարիմ չլինի, որովհետև չի կարա ինքը իրան ուրանա։ Գիտեք ինչի ասում ինքը իրան, որովհետև ինքը մեզ դարձրել է ինքը, մեզ դարձրել է իրան մասը։ Մեզ դարձրել է նրա մարմինը։ Քրիստոսի եկեղեցին նրա մարմինն է։ Նոր կտակարանի մեջ ժայռի ճեղքի մեջ մտցնելը հենց սա է, որ մենք նրա մարմինն ենք։ Եվ նա դնում է մեզ այդ բացված խոռոչի մեջ, ասում է քո համար հատուկ տեղ ունեմ, այստեղ կանգնի։ Եվ այնտեղ դու չես խեղճանում անարժանության զգացումով, այնտեղ դու կանգնում ես, այնտեղ Աստված իր ձեռքով պահում է քեզ, որովհետև Քրիստոսի վրա է Աստծո ամբողջ ուշադրությունը։ Եվ մենք կարիք չունենք նրան համոզելու։ Գիտեք, վերջերս որ աղոթում եմ, երկար եմ մտածում ինչ աղոթեմ եւ ոնց աղոթեմ։ Ասում եմ, Տեր չլինի թե հանկարծ ես ավելի բարի լինեմ, քան թե դու ես։ Մենք աղաչում ենք իրան, համոզում ենք, որ ինքը բժշկի, տպավորությունը նենց է, որ ինքը չի ուզում, մենք պետք է համոզենք։ Նա մեզ դրել է խոռոչի մեջ, վերքի մեջ, որտեղ լուծվում են մեր բոլոր խնդիրները։ Մեր խնդրեմը մենակ նա է, որ մենք այնտեղ չենք լինում։ Եթե մենք այնտեղ չենք մնում, այստեղ է խնդրեմը։ Բայց մենք կարանք վերադառնանք ցանկացած ժամանակ։ Մենք կարանք վերադառնանք նրա շնորհած աթոռի մոտ։ Անառակ որդին վերադարձավ ընդամենը, չհասցրեց ոչ մի բան ասի, հայրը ընդառաջ վազեց եւ գրկեց նրան։ Ինչու, որովհետեւ պատճառը ժայռն է, պատճառը Հիսուսն է։ Երբ որ Հակոբը ուզում էր ժառանգեր հոր օրհնությունը անդրանիկության, եւ հագավ Եսավի շորերը, կապեց այդ այծի մորթիները, որտեվ հատուկ արավ, որ հորը կարողանա խափի։ Եվ Իսահակը կույր էր, չէր տեսնում, շոշափեց։ Գիտեք, կույրերի մոտ մնացած գայրանները սրվում են, ավելի ուժեղ են դառնում։ Շոշափեց, տեսավ, որ Եսավի այդ թվացյալ մազոտ ձեռքերն են, վիզը։ Հետո ասեց, մի հատ ավելի լավ ձև կան ստուգելու, ասեց, որդիս արի մոտիկ քեզ մի հատ պաչեմ։ Եվ Հակոբը մոտեցավ, եւ Իսահակը գրկեց նրան, եւ հոտ քաշեց։ Եվ Եսավի հանդերձների հոտը բավարարեց կույր մարդու պահանջները, ասեց, այս հոտը իմ ավակ որդու Եսավի դաշտի ծաղիկների հոտնա եւ օրհնեց նրան։ Աստված մեզ դրեց Քրիստոսի մեջ եւ այնտեղ մեր հետ կապված ոչ մի հարց չկա։ Պողոս առաքյալը ասում է, դուք Քրիստոսի անուշ հոտն եք։ Աստված էլ մեր հոտը չի առնում։ Մենք նրա մեջ ենք։
Գիտեք որ Քրիստոս ինչի փրկությունը Քրիստոսով եղավ։ Կարելի էր, չէ՞, նյուժելի ամենակարող Աստված ուրիշ ձև չգտավ փրկելու մեզ մենակ իր որդու մահով։ Հետաքրքրվել եք դուք սրանով, մտածել եք, նյուժելի ուրիշ ձև չկար։ Կարծում եմ կլներ, բայց չէր լինի Աստծո ճաշակը, որովհետև Աստծո ճաշակը Քրիստոսն է։ Լսել եք այն առակի պատմությունը, որ ասում է երկնքի արքայությունը վաճառական մարդու նման է, որ ինչ է ման գալիս, պատվական մարգարիտ։ Ինչի հենց պատվական մարգարիտ։ Միթե ադամանդը ավելի լավը չի, որովհետև մարգարիտը դա հատուկ ձևի է ստեղծվում։ Մարգարիտը առաջանում է, երբ որ քարի կտորը ընկնում է այդ խեցու մեջ եւ մահացու ցավը պատճառում եւ այդ ցավերի մեջից արտադրվում է մարգարտահյութը, որը այդ խեցին սկսում է այդ քարը շրջապատել։ Մի, երկու, երեք, այնքան որ քարը էլ դադարում է լինելուց։ Մնում է մարգարիտը։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ մարգարիտը որպեսզի հասնի վաճառականին, այդ խեցին պիտի մահանա։ Ձև չի խեցից մարգարիտը հանես առանց խեցուն վնասելու։ Աստված չի ուզում մարդուն մենակ։ Աստված ուզում է Քրիստոսով շրջապատված մարդուն։ Եթե ուշադիր եք եղել, եթե անկեղծ եք եղել, եթե մի քիչ ձեզ ճանաչել եք, դուք պիտի որ խոստովանած լինեք եւ ասեիք. Այդ իմ գինը չի։ Այդ իմ գինը չի։ Ես ով եմ, ես չարժեմ այդքան։ Ոնց կարելի է իմ համար, Աստծո որդին։ Բայց հարցը սա է, որ դա ոչ քո համար է, ոչ իմ համար է։ Դա Քրիստոսի պատկերն է մարդու մեջ։ Դա Քրիստոսի շրջապատումն է մարդուն։ Դա այն է, որ Աստված ստեղծվածից կարա ստանա Քրիստոսի սքանչելի պատկերը։ Եվ դրա համար նա մեզ դնում է նրա մեջ։ Եվ հարցը այստեղ սա է, արդյոք Աստված մեզ հետ է։ Եվ նրանք չէին տեսնում, որ այդ ժայռը նրանց հետ գնում էր, միշտ այդտեղ էր։ Ամեն տեղ այդ ժայռը կար։ Եվ նրա ներկայությունը ապահովում էր Աստծո ներկայությունը Իսրայելի համար։ Ուզում եմ մի քանի քաջալերական խոսքեր ձեզ նվիրեմ։ Ուրեմն Եսայա 49-ը, չէ, դա արդեն ասել եմ այդ ձեռքերից մեջ քեզ դրոշմեցի։ Եսայա 46, 3-ից 4 համարները։ Ինձ լսեք ով Հակոբի տուն եւ Իսրայելի տան բոլոր մնացորդ, որ բեռնված էիք ձեր մոր արգանդից ի վեր եւ տարվում եք որովայնից սկսած։ Եվ մինչև ծերանալն էլ ես եմ, և մինչև ալևորություն պիտի կրեմ ձեզ։ Ես ստեղծեցի ձեզ, և ես պիտի կրեմ, և ես պիտի վեր առնեմ ձեզ ու ազատեմ։ Դա մեր Աստծո վերցրած պարտավորությունն է Հիսուս Քրիստոսի պատճառով։ Զաքարիա 13:6 Եվ եթե նրան հարցնեն, այս ինչ վերքեր են ձեռքերիդ մեջ, նա ասելու է, այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել։ Դեռ մինչև Քրիստոսի գալուստը երկնքի մեջ նա արդեն կրում էր այդ բանը իր մեջ։ Նա ճեղքված ժայռներ։ Զաքարիա 13:1 Իսրայելի համար անապատի մեջ ժայռը աղբյուր դառավ ապրեցնելու, խմելու։ 13:1-ի մեջ Մարգարյանում է եւ ասում. այն օրը Դավիթի տան համար եւ Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից եւ անմաքրությունից մաքրվելու համար։ Քրիստոսի բացված մարմնից հոսած նրա արյունը ապահովում է մեզ համար ամեն բան։ Եսայա 63:8-9
Նրանք իսկապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք սուտ չեն լինի։ Եվ նա նրանց փրկիչը եղավ։ Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց։ Նրա առաջ կանգնած հրեշտակը ազատեց նրան։ Նա նրանց փրկեց իր սիրով եւ գթությամբ, նրանց բարձրացրեց եւ կրեց վաղնջենական բոլոր օրերում։ Մենք երբեք չենք կարող կասկած ունենանք, Տերը մեզ հետ թե չէ, մենք կարանք վերադառնանք նրա մեջ, որ բացամիշտ եւ սպասված ենք մենք նրա ներկայությամբ։ Եվ վերջի տեղը Սոփոնիա 3:17 Քո Տեր Աստվածը քո մեջ զորավոր է։ Նա փրկում է, նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությունով, նա պիտի լռի իր սիրով եւ պիտի ցնծա քեզ վրա խնդալով։ Նա կիսատ չի կարող թողնի այն, ինչը կապված է Քրիստոսի հետ։ Եվ մենք, որ Քրիստոսի մեջ ենք, չենք կարող կիսատ մնալ։ Ամեն։ Սիրելիներ, երբ որ Հիսուսին բերեցին ատյանի առաջ, Պիղատոսը ասեց՝ դուք օրենք ունեք, գնացեք ձեր օրենքով պատժեք։ Պետք է քարկոծեին։ Բայց իրանք կանգնեցին եւ ասեցին՝ չէ, դու պետք է որոշես, որովհետեւ պիտի խաչվեր, եւ իրանք որոշեցին, որ պիտի խաչվեր։ Հիշում եք, որ Հիսուսի խաչի ժամանակ գոռում էին մարդիկ՝ իջի խաչից։ Ըստ էության սատանան այնքան կույր էր, որ հասավ նրան, որ Հիսուս ամենաստոր մահով մահանա, բայց չհասկացավ, որ սատանան իմ ու քո համար մարդու ձեռքով բացեց հավիտենական մի բնակարան Քրիստոսի մեջ, նրա վերքերի մեջ, որտեղ երբեք չի կարա մեզ հասնի, որտեղ միշտ նորոգվում եւ բժշկվում է մեր կյանքը։ Հալելույա։ Եկեք կանգնենք։ Եկեք ասենք շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ քո մեջ եմ։ Ամենաբարձր, ամենաթանկ, ամենակենտրոնը քո սիրո։ Ու մտածեք այս մասին։ Մտածի սիրելիս, քո համար Աստված հատուկ տեղ բացեց։ Եվ երբեք անլիարժեքությունով մի տառապի։ Ուղղակի կանգնի շնորհակալ սրտով ասա. Ես գալիս եմ։ Ես կանգնում եմ իմ տեղը, այն ինչ որ դու իմ համար պատրաստել ես։ Եվ այնտեղ Եփեսացիս թղթի մեջ ասում է, որ Աստված մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով։ Մենք ոչ մի բանի կարիք չունենք Քրիստոսի մեջ։ Մենք կարիք ունենք Քրիստոսին, մենք կարիք ունենք նրա մեջ լինելու։ Հալելույա։ Եթե կարելի է, ովքեր որ կարիքներ ունեն առողջական, ձեր ձեռքը բարձրացրեք, ես ուզում եմ աղոթեմ ձեզ համար։ Որովհետև մենք խոսեցինք վերքերի մասին։ Մենք հրճակում ենք այն ինչ որ մեզ համար է, այն ինչ որ Աստված արել է հատուկ մեզ համար։ Հայր Հիսուսի արյունով մենք կանգնած ենք, մենք գալիս ենք, վերադառնում ենք, մենք կանգնում ենք մեր տեղը Քրիստոսի մեջ, որ դու մեզ շնորհել ես։ Քեզ փառք ենք տալիս այդ զարմանահրաշ շնորհի համար, որ ոչ մի մարդու միտք չէր կարող հասնել եւ հասկանալ։ Այն մեծությունը, որ քո մեջ կար, որ դու դա անում էիր, երբ որ մենք չէինք հասկանում։ Ես հավատում եմ, որ հենց հիմա դու հոգում ես բոլոր նրանց համար, ովքեր գալիս են իրանց տեղը կանգնելու։ Այն խորոչի մեջ մենք հոգացված ենք, այն խորոչի մեջ մենք բժշկված ենք, այդ խորոչի մեջ քանդվում են սատանայի բոլոր գործերը։ Հոգու շնչի եւ մարմնի ոլորտում Հիսուսի անունով մենք էլ պահանջում ենք, որ դադարեն դիվական բոլոր process-ները ամեն մարմնի մեջ, ամեն անձի մեջ, ամեն հոգու մեջ, Հիսուսի անունով թող դադարի եւ հետ գնա, որովհետեւ նրա վերքերով մենք բժշկված ենք։ Նա իր մարմնով մեր մեղքերը խաչապայտի վրա գամեց, որ մեղքերից ազատվելով արդարության համար ապրենք եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք հրճակում ենք քո բժշկությունը, քո նորոգությունը ամեն անուն հիվանդության վրա։ Մենք հրճակում ենք պարտությունը ամեն դևի, որ գործում էր Քրիստոսի մարմնի մեջ։ Եվ հրամայում ենք Հիսուսի անունով հեռացի։
թող բոլոր process-ները հետ գնան, հետ վերադառնան, թող բոլոր Աստծո չստեղծված բջիջները մահանան եւ ոչնչանան Հիսուսի անունով եւ թող քո նորոգությունը նորոգի քո անունը կանչող ամեն մարդու հոգին, շունչը եւ մարմինը եւ քո շնորհքը թող վերականգնվի մեր վրա օրհնի որ մենք ճանաչենք քո ճանապարհը ապրենք քո որդու մեջ եւ փառավորենք քո անունը այդ զարմանահրաշ շնորհի համար Հիսուս Քրիստոսի անունով